Ողջույն ձեզ։ Հերոստատիտողը հարցնում է, որ արդյոք սխալ չէ քրիստոնեության տեսանկյունից, եթե մարդը ունի որոշակի հաջողություններ եւ ձեռքբերումներ, բայց չի բավարարվում դրանով եւ ձգտում է ավելին ունենալու։ Խոսքը եւ նյութական եւ ոչ նյութական արժեքների մասին է։ Իհարկե միանշանակորեն սխալ չէ ավելիին ձգտելու եւ ավելին ունենալու, եթե մենք դա անում ենք միայն ազնիվ եւ արդար ճանապարհով։ Երբեք քրիստոնեությունը դեմ չի եղել, որ մարդը լինի հարուստ, բայց այդ հարուստ լինելու պայմանը այն է, որ դրան մարդը պիտի հասնի իր սեփական արդար վաստակի եւ քրտինքի արդյունքում եւ ոչ թե ուրիշներին խաբելով ու զրկելով։ Հետևաբար ամեն դեպքում ավելին ունենալու, ավելիին ձգտելու մարդկային ցանկությունը արդարացված է, եթե մարդը կարողանում է գնահատել այն, ինչ որ ունի։ Որտեւ քրիստոնեության մեջ շատ եւ նույնիսկ մարդկային մեր կյանքում, անկախ նրանից մարդը ինչ կրոնի է պատկանում, շատ կարեւոր մի իրողություն կա։ Կարեւոր չի թե ինչա լինելու, կարեւորն այն է թե ինչ ունես։ Շատ հաճախ մենք չենք գնահատում այն, ինչ որ մենք ունենք։ Շատ հաճախ մենք անտեսում ենք այն ամենը, ինչ որ մեզ տրված է, եւ մենք տառապում ենք մի տեսակ այսպես երասկոտ ցանկություններով ապագայի հետ կապված, որ եթե մենք այսպես վարվենք, այս կունենանք, այն կունենանք, հաճախ իրականում չգնահատելով մեր ունեցածը, այն ինչ որ մենք իրականում ունենք։ Հետևաբար հասնելու ավելիին եւ ունենալու ավելին արդար եւ ազնիվ ճանապարհով մարդկային այս ձգտման հիմքում ամենակարևոր պայմաններից մեկը այն է, երբ որ մարդը կարողանում է գնահատել այն փոքրը, այն քիչը, որով ինքը ձգտում է, ինչը ինքը ցանկանում է ավելացնել եւ մեծացնել, այսինքն գնահատել մեր ունեցածը, սա ամենակարևոր պայմաններից մեկն է, ինչը այսօրվա մեր հասարակական կյանքի մեջ բավականին մեծ խնդիր է, երբեմն եւ շատ տարածված ցավոք սրտի երևույթ է, երբ որ մենք չենք գնահատում մեր ունեցածը, երբ որ մենք անընդհատ դժգոհ ենք, անընդհատ բողոքում ենք, իհարկե գուցե դժգոհելու եւ բողոքելու շատ ու շատ առիթ ունենք եւ շատ հաճախ արդարացված, բայց շատ կարեւոր է, որ այդ ամենի հիմքում մենք մեր ունեցածը մեր ձեռքից բաց չթողնենք, որովհետեւ երբ որ մենք անընդհատ դժգոհ ենք, անընդհատ բողոքում ենք, որ այս բանը այսպես չէ կամ այն բանը այնպես չէ, փոխարենը ձգտելու եւ պայքարելու, որպիսի ամեն ինչ մեր կյանքում լինի այնպես, ինչպես որ մենք ենք ուզում, մեր ուժերի ներածի չափով, մեր կարողության չափով։ Իհարկե այս իմաստով ձգտումը ավելիին իհարկե արդարացված է եւ շատ կարեւոր մեր հոգեվոր եւ առհասարակ հասարակական կյանքի համար։ Հետևաբար ձգտումը երբեք Քրիստոս չի արգելել մարդկանց ձգտելու ավելիին։ Հիշում եք ավետարանում, երբ որ մի առիթով աշակերտները մեկը մյուսի հետ վիճում էր, թե ով է իրենցից մեծը լինելու։ Քրիստոս չասեց, որ մեծ լինելը վատ բան է, չասեց, որ դա մեղք է։ Մեծության ձգտումը երբեք Աստված չմերժեց, ընդհակառակը Աստված ինքը փոքրացավ, որպիսի մենք կարողանանք մեծանալ հոգևոր առումով։ Աստված ինքը խոնարհվեց, որպիսի մեզ կարողանա մեղքի իրողությունից, չարիքի ճիրաններից մեզ բարձրացնի եւ աստվածային փառքին հասցնի։ Քրիստոս պարզապես մեծության հասնելու, ավելիին հասնելու մեկ ուրիշ ճանապարհ ցույց տվեց։ Այնպիսի մի ճանապարհ, որ գուցե այն ժամանակվա եւ շատ հաճախ նաեւ այսօրվա մարդու համար խորտ է կամ անհասկանալի։ Քրիստոս ասեց՝ պիտի ծառայեք մեկը մյուսի։ Որպեսզի հասնեք մեծության, ավելիին հասնել կարողանաք, պիտի փորձեք մեկը մյուսի խոնարհվել, պիտի կարողանաք ծառայել, մեկը մյուսի օգնել, սիրել, ներել, ողորմությամբ եւ գթասրտությամբ վարվել մեկը մյուսի հետ։ Սա այն ճանապարհն է, ծառայության ճանապարհն է, որը Քրիստոս մեզ ցույց տվեց, որը հնարավորություն է մեզ տալիս մեծության հասնելու։ Ինքնին մեծ լինելը վատ բան չէ։ Պարզապես վատ է, երբ որ մենք դա անում ենք մեկս մյուսի հաշվին։ Քրիստոս մեզ սովորեցնում է եւ տալիս է օրինակը, իր սեփական օրինակը, որ սա չէ ճանապարհը,
մեկը մյուսին տրորելով եւ մեկը մյուսին ոչնչացնելով չէ, որ պիտի կամ մեկը մյուսին փոքրացնելով չէ, որ պիտի հասնեք մեծության, այլ դուք ինքներդ պիտի խոնարհվեք, ինքներդ պիտի ծառայեք եւ սա մեծության հասնելու ամենակարևոր եւ ամենահիմնական ճանապարհներից է, որ Քրիստոս իր օրինակով մեզ ցույց է տալիս։ Հաջորդ հարցը, որ հերոստատիտողը ուղղել է մեզ, հետևյալն է։ Ասում է, որ ես վախենում եմ մահվանից, ինչպես կարող եմ այդ վախս հաղթահարել։ Իհարկե հարցը շատ բարդ է եւ միևնույն ժամանակ որպիսի շատ վտանգավոր է այս հարցի պատասխանի մեջ շատ դժվար է այս հարցի պատասխանը փնտրելիս խուսափել ամեն տեսակ սենտիմենտալ կամ վերացական ձևակերպումներից։ Բայց ես հատկապես կընդգծեմ հետևյալը, որ վախը հաղթահարելու միակ եւ իրական ճանապարհը ապրելն է։ Իրականում մահից վախենում են այն մարդիկ, ովքեր որ վախենում են ապրել։ Ապրել ասելով ես նկատի չունեմ ուտելն ու շնչելը։ Ապրել ասելով ես նկատի ունեմ պայքարելը, ստեղծագործելը, բարիք գործելը։ Այս դեպքում մենք խնդիր չունենք այլևս մահվանից վախենալու։ Ես ուրիշ ճանապարհ ավելի հստակ պատկերացնել չեմ կարող։ Մանավանդ որ այս օրինակը հենց մեզ տվեց Քրիստոս։ Հետևելով Քրիստոսի օրինակին, մենք պիտի կարողանանք ապրել մեր կյանքը զոհաբերելով։ Խոսքս անպայման ֆիզիկական զոհաբերության մասին չէ, այլ մեր կարողությունները, մեր ունեցածը մարդկանց բաշխելով, մեկս մյուսին հարստացնելով, իրական կյանքը եւ քրիստոնյայի համար ապրելու իրական պայմանը սա է։ Հետևաբար ավետարանական օրինակը եւ տվյալ դեպքում Քրիստոսի օրինակը մեզ առաջնորդում է ապրելու ստեղծագործ կյանքով եւ երբ որ մենք ապրում ենք ստեղծագործ կյանքով, մենք առաջակից ենք դառնում Աստծուն եւ այս դեպքում մահը մեզ վրա իշխանություն չունի, որովհետեւ կյանքը մեր մեջ հավիտենական արժեք է։ Որքանով այդ կյանքը զորավոր է, որքանով այդ կյանքը իմաստավորված է, որքանով այդ կյանքը ընկալելի եւ հասկանալի է մեզ եւ մենք կարողանում ենք ապրել իրապես աստվածային ճշմարտություններով եւ Քրիստոսի օրինակին հետևելով, մենք այստեղ խնդիր չունենք մահվանից վախենալու։ Պետք չի մահվան մասին մտածել, ինչպես է լինելու, ինչ է լինելու, պետք է մտածել ապրելու մասին, քանի դեռ մենք ապրում ենք, քանի դեռ մենք հնարավորություն ունենք, որտեղ մեզ տրված է այս կյանքը, ուրեմն մեր բոլոր կարողությունները, մեր բոլոր հնարավորությունները ներդնենք, որպեսզի կարողանանք մեր կյանքը առավել իմաստավորել բարի եւ ազնիվ ձեռքբերումներով։